Բայց դու վերջն ես թմո։ Լավ կայֆեր ես արել, տատուս արև։ Բայց ես եկել եմ ոնենք իրար հետ ենք տժալու։ Հա, հաստատ։ Նոր կուլտուրայից էիր խոսում, այ ճպլ չես տենում, խոսում եմ, դուրս արի կվերջացնեմ, հետո կգաս։ Խոսա, բերանը չենք թագել։ Լսի թմո, ես քեզ հետո կզանգեմ, ստեղ մեկը եկել է կախվել է հեռախոսից մեջ։ Հա։ Զղկում, մի հատ նորմալ խոսահորդ է դաղճի։ Ասա պապուլա ջան, լսում եմ քեզ։ Քեզ մի հատ լավ առաջարկ ունեմ։ Ջիա։ 100%։ Ինչքան ես գիտեմ, դու ազատություն սիրող մարդ ես, տես չի։ Հա, հետո։ Այս տան մեջ լրիվ դիկտատուրա է։ Ստե դու չես կարա ապրես, բայց որ գնացիր մորդ մոտ գյուղ, ընդ է ազատ, ինչ ուզես կանես։ Վատ ես ճպլ։ Ինչի աղջի, վատ բան եմ առաջարկում։ Հա, շատ վատ բան ես ասում։ Ես գյուղում ապրող աղջիկ չեմ եղավ, եթե շատ ես ուզում գնա դու ձեր գեղումը ապրի։ Ախր այ բալամ, այ ցավը տանեմ, ես քո համար եմ ասում։ Ստեղ ինչ կա։ Գնա գյուղ էլի, գյուղում մաքուրոտ, մաքուր միամիտ մարդիկ, սնունդը էկոլոգիապես մաքուր, վիտամիններով հարուստ։ Լսի ճպլ, այդ կտերը կգնաս կնգատ կտաս եղավ, իմ մոտ չի անցնում։ Ես գյուղում չեմ ապրելու, ես ստեղ եմ ապրելու։ Դե որ ստեղ ես ապրելու, ուրեմն ստեղի օրենքներով կապրես աղջի։ Սխալվում ես ճպլ։ Ես իմ ձևերով եմ ապրելու։ Ու ով կանգնեց իմ ճամփին, նրան չեմ նախանձում, եղավ։ Արա, ճիշտ են ասում էլի մասաները, որ ասում են կարգուդը ծեծած տեղն է ծեծում։ Ես սրան հլեին գլխից պտի դաստիրագեի։ Հիմա արդեն ուշ է։ Պոեզ դու շոլ ախպեր ջան։ Պոեզ դու շոլ։